Այ ժողովուրդ ջան, խեղճ վարորդները լրիվ պատանդ են դարձել այս որոշ ճանշինների ձեռքը։ Ասում եմ պետք է սաղ գործերը թողնել ու այդ համակարգը վերից վար ուսումնասիրել, հասկանալու, թե որտեղ է թաղված չանգլուխը, հասկանալ, քիչ փող են տալիս աշխատանքներ են սխալ կազմակերպում, թե մարդկանց են սխալ ընտրում, բայց էլ դիմանալու տեղ չկա։ Տարես տարի սրանք փոխարենը աշխատել սովորեն, ավելի են վատացնում աշխատանքների որակը, վերևից էլ ձեն հանող չկա, աչքիս իրոք նորմալ փող չեն տալիս, դրա համար էլ լռում են։ Իսկ այդ լռությունը մարդկային կյանք է արժենում, ապացույցը Սևան Մարտունի գետապ ավտոճանապարհին կատարվածն է, ընտանեկան ողբերգություն, որին կանդրադառնանք տեսանյութի վերջում։ Ինչպես նախորդ տեսանյութում ենք նշել, մի քանի թողարկման ընթացքում կփորձենք ներկայացնել Սուրանկյան արձակուրդային սեզոնին տեղի ունեցած պատահարները։ Հիմա կասեք, այս ինչ աժոտաժ է, Շամշան, այս որտեղ է, ավելի կարևորը, թե երբ է տեղի ունեցել, հունվարի 1-ին, ժողովուրդ ջան, նոր տարվա առաջին իսկ օրը, երբ օրը ցերեկով հրշեջները ահազանգ են ստացել, թե բա շուտ հասեք Մոլդովական փողոցի թիվ 29 կոտորակ 4 շենք 7-րդ հարկի բնակարաններից մեկում ուժեղ հրդեհ է։ 3 մարտական հաշվարկներ հաշված րոպեների ընթացքում հասել են, որ շնորհավորեն շենքի բնակիչների ամանորը ջրի ուժեղ նապորով։ Մեկ-մեկ ասում են, թե ջուրը լավ բան է, առատություն է խորհրդանշում, բայց հավատացեք, սա այդ դեպքերից չէր։ Վալ ժողովուրդ ջան, տարիների շնորհավոր, արդեն մի օգ օգնություն եք ցուցաբերել։ Ոնց ես հիմա։ Ոնց պիտի լինի, այդ ազիզ օրով փոխարենը մի բաժակ բարձրացնի երկրի արժանապատիվ խաղաղության համար կրակի ճիրաններից է փրկվել, ու ոչ միայն նա, փրկարարներն ու պարեկները ընդհանուր առնվազն 34 քաղաքացու են տարհանել, որոնցից 11-ին ծխապատ գոտուց։ Էդ էլ հերիք չի, հարևանները լուրջ կասկած ունեն, որ ներսում էլի մարդ կա։ Բարեբախտաբար նրանց կասկածները հիմնավոր չէին։ Իհարկե շատ վատ էր, որ այդ ազիզ օրով մարդկանց սենց փորձանք էր պատել, բայց սա նաև առիթ էր հասկանալու, թե ով է, հեսա ասեմ, թե ինչ նկատի ունեմ։ Ժողովուրդ հետ։ Արա, գնա, բացա։ Շել հետո, այս աղը մի քիչ հետո։ Մալադեց, միջև փրկարարների գալը արել են, սահագին գործ է կարը։ Հա, բա ինչ։ Մինչ փրկարարների գալը հարևաններով են փորձել կանխել կրակի տարածումը։ Պարզեցի, որ շենքի բնակիչ մի քանի երիտասարդներ մինչև հրշեջների ժամանելը կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել տատիկին եւ տեղափոխել հարևան սենյակ։ Ապրեք տղեր ջան, բա իսկական հայը էդ է, պիտի նեղին ընկածին անպայման օգնության ձեռք մեկնի։ Շատ էլ որ խառը ժամանակներում ենք ապրում, ինչևէ, շտաբօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու, միացնելով թթվածնային սարք, որոնցից 2-ը երեխաներ էին։ Օգնել էին նաև 3 հրշեջի, որոնք աշխատանքներ իրականացնելիս ձեռքերի հատվածում վնասվածքներ են ստացել։ Իրոք, այս մեր հրշեջները մեղք են, բա կարելի է ասենց պայմաններում դիմավորել ամանորը, իսկ թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռ պետք է պարզվեր։ 10 րոպե բժիշկն ու բուժքույրը ընկերոջը օգնություն են ցուցաբերում։ Լավ ապահով ձեռներում է Սարխան, տատին էլ սա շուտ հասցնեն։ Էս էլ տոնական օրերին տեղի ունեցած հրդեհի հաջորդ դեպքը։ Հրդեհ, որը կարող էր չլինել, եթե պահպանվեին բոլոր անվտանգության կանոնները։ Ուղղակի պետք է հասկանալ, թե ով չի պահպանել գազալցակայանի աշխատակիցը, թե մեր պապերի սիրելի խորհրդային արտադրության Վոլգա մակրիշի մեքենայի վարորդը։ Ու մինչև կասեմ, թե ինչ նկատի ունեմ, բերեք համառոտ նկարագրեմ դեպքը։ Այն տեղի է ունեցել հունվարի 4-ին Արագածոտնի մարզի Ափնա գյուղի տարածքում գործող գազալցակայանում։ Ականատեսները պատմում են, թե դեռ երկար կհիշեն գազալցակայանում հնչած պայթունն ու թե ինչ արագությամբ էր կպնում մեքենան։ Ու եթե հաշվի առնենք, որ կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից, կարելի է պատկերացնել, թե ինչ է այստեղ կատարվել րոպեներ առաջ։ Արագաշան, ուր ասան։ Ինչ ագնեց ու շիտել ես կոմարը։
Հեյ գիտի տասնամյակներ առաջ Էջջերյանը ինչ հարգի էր ժողովրդի շրջանում։ Հենց անցնում էր, մարդիկ սկսում են շշնջալ, թե տեսնես էս մեքենան ջոչերից որ մեկինն է, հին ու բարի ժամանակներ, իսկ հիմա խեղճացած կանգնած է, առանց այն էլ ժամանակի հետ ֆիզիկապես ու բարոյապես մաշված էր։ Հիմա էլ կրակի բաժին էր դարձել։ Հարցրեցի, իսկ ով է վարել այս մեքենան։ Ուզում էի հասկանալ, մեքենայի հետ տարեկից են եղել, թե ոչ։ Պարզվեց, որ չէ, ծեր չի։ Աչքիս հոր կամ պապիկի մեքենան ա վերցրել, որ լիցքավորի։ Այն էլ լիցքավորման փորձը փորձանք ա դարձել։ Միայն երջանիկ պատահականությամբ որ տուժած չկար։ Մի բան ակնհայտ էր։ Հրդեհի պատճառը կամ գազալցակայանի աշխատակցի կողմից կամ սահմանվածից ավելի լիցքավորելն է եղել, կամ էլ գազաբալոնի պիտանելիության ժամկետն է լրացած եղել։ Այդ հարցն են քննարկում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ։ Ամեն դեպքում կատարվածը ունի հստակ մեղավոր, որին կպարզեն իրավապահները, բայց ավելի լավ է հարգելի վարորդներ ու լիցքավորման կայանների աշխատակիցներ, ամեն մեկը ձեր փայ անվտանգությունը պահեք, որ որպեսի նման իրավիճակներ էլ չլինեն։ Հին տոմարով նոր տարին էլ բարեբեր չէր, մասնավորապես այս ամենագնաց Նիսանում գտնվողների համար։ Չէ, լավ է որ փրկվել են, բայց կարող էր նաև սա չլինել, եթե վարորդի զգոնությունը տեղը լիներ։ Մինչև կներկայացնեմ դեպքը, ասեմ, որ վթարի պատճառը հաստատ մերկասառույցը չէր, որովհետև ինչպես ինքներդ եք տեսնում, ճանապարհը մաքուր է, ու երևի այստեղ ճանշինում կամ բարեխիղճ աշխատողներ են, կամ էլ լավ փող են ստանում։ Դե գիտեք, թե ինչ դեր ունեն ճիշտ մարկանց հետ ճիշտ հարաբերությունները, բայց լավ, ոնց որ շատ խորացանք, պարզենք, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը։ Արման, մեր ավտոն բեր առաջ մորթունին հասցրեք ո՞ր։ Հա, հիվանդանոց։ Այս պայն բարեկային ավտոմեքենայով վիրավորներից մեկին տեղափոխում են Հալին բժշկական կենտրոն։ Երևի հասկացաք, թե ինչ գժանոց էր տիրում Գյումրի-Երևան ավտոճանապարհին, Մաստարա բնակավայրի վարչական տարածքում, որտեղ դեպի Երևան ընթանալիս Նիսանը բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում, ձյան կույտերի մեջ։ Առանց մեծ արագության նման պատկեր հնարավոր չէր արձանագրվել։ Նայելով կոտրված արգելապատնեշի այս հատվածին տպավորությունա, թե վարորդը խնդիր է ունեցել մեքենայի կառավարման հետ, ու եթե չլիներ մեծ արագություն, հիմա ասենք այս կողքի անվտանգության բարձիկները բացված չէին լինի։ Կոտրված չէ։ Դա դրա համար բժիշկը պետք է նայի ճիշտը։ Տեղաշարժը սխալ է, էլի։ Խոսքը 3 վիրավորներից մեկի մասին է, որի վիճակը ամենածանրն էր։ Այո, նման դեպքերում ինքնագործունեությունը խստիվ արգելվում է։ Բժշկի միջամտությունը պարտադիր է։ Լավ է, որ Թալինի շտաբօգնության բրիգադը շուտ տեղացավ, ու հիմա տեսնում եք, թե ինչպես են բժիշկները փորձում հիվանդանոց տեղափոխելուց առաջ կնոջը առանձին օգնություն ցուցաբերել։ Իմ տեղեկություններով կնոջը եւ մյուս 2 վիրավորներին, որոնց հիվանդանոց էին տեղափոխել Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, վտանգ չի սպառնում, ու փառք Աստծո։ Թալին չէ, Թալին եք տանում։ Ճիշտ է, ճանշիններին քարը քարի վրա չենք թողնում, բայց համաձայնվեք, որ մեր վարորդներն էլ են համը հանում։ Եկեք միասին քննարկենք այն, ինչ տեսնում ենք։ Հա, Մարգարա Վանաձոր Տաշիր ճանապարհը լավագույններից չէ։ Ճանշինի պորտաբույսները հաստատ անելիք ունեն, բայց Opel-ի վարորդ, երբ տեսնում ես, որ հանդիպակաց գոտիով մոտենում է հսկա Mercedes Sprinter-ը, ինչու ես այնուամենայնիվ որոշում շրջադարձի մանևր կատարել։ Դու կարող ես կամիկաձե ես, պարզ չի, որ այդ արագությամբ մխրշվելու է մեջդ, ու մխրշվեց։ Սա էլ մխրշվելու հետևանքը։ Opel-ի աշդուրը կարելի է որպես ուտիլ հանձնել։ Ընդ որում, որ ասեիր Opel-ի ղեկին երիտասարդ նստած լիներ ուրիշ բան, բայց վարորդը մոտ է 5-րդ տասնամյակը բոլորելուն։ Լավ, բա ինչու չէր աշխատում ինքնապահպանման բնազդը։ Այս պատմության մյուս փաստն այն է, որ Opel-ին հարվածած Sprinter-ում գտնվել է 12 ուղևորներ, բոլորն էլ օտարերկրացի, որոնք Հայաստան էին ժամանել Վրաստանից։ Բարեբախտաբար 3 մարդ էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Հիմա անցնենք ճանշիններին։
շտաբօգնությունն է, չէ՞ տարե։ Աբարանի բկը չէ, աբարան։ Չնայած թվում է, թե ճանապարհը ձնապատ է, իրականում տակը հաստ շերտով մերկասառույց էր։ Սա ավելի վատ է, քան եթե ճանապարհի մերկասառույցը տեսանելի լիներ։ Վերջին դեպքում վարորդները տեսնում են մերկասառույցն ու միացնում են զգոնությունը։ Մի խոսքով, այս դեպքում էլ ճանապարհը սպասարկող ընկերությունը ճանապարհը աղ ու ավազով չի մշակել։ Իսկ արդյունքում 12 օտարերկրացի հասկացան, որ ինչպես Ռուսաստանում, Հայաստանում եւս կա երկու փորձանք՝ հիմարներն ու ճանապարհները։ Աղ ու ավազ չկա։ Լցած ձունը բրթել են։ Իրանք որ իրար խփին, ես արդեն փախցրի, ասի կփախնեմ, կանցնեմ էնել BMW, տենց էլ գլխակեր մնացիր, անկեղծ եմ ասում, երբ լսում եմ, որ վթարի մասնակիցների շարքում BMW կա, միանգամից լարվում եմ։ Երևի իմ գործունեության ընթացքում վթարների քանակով BMW-ն մնում է առաջատարներից մեկը։ Ինչու մեկը։ Դե որովհետև Opel-ին ով կարող է հասնել, այն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Opel-ներ շատ կան։ Ասեմ հանկարծ Opel-ների վարորդները իմ դեմ բունտ չանեն։ Լավ, կատակը մի կողմ։ BMW-ի մասնակցությամբ հերթական ողբերգական դեպք արձանագրվեց մինչև Նոր տարին Լոռու մարզի Կատնարատ գյուղում, թե ինչպես է BMW-ի վարորդը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել դաշտում, մինչև հիմա գաղտնիք է։ Իսկ մի զոհ երկու վիրավոր, հա։ Այո։ Հիմա կարծնեք, թե այս քննիչներն ու պարեկները, որ գլխի վրա շրջված մեքենային փորփորում են, ինչ որ օգուտ տալիս է, դե իհարկե տալիս է։ Հենց նման գործողությունների համրագումարով էլ պարզում են եղելությունը։ Ընդ որում, նման դեպքերում պատասխանատվությունն ու լարվածությունը շատ ավելի մեծ են, չէ՞ որ խոսքը մեկ զոհի ու երկու վիրավորի մասին է։ Պարզեցի, որ այո, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն, քանի որ Տաշիրի շտաբօգնությունը ըստ դեպքի վայրում հավաքվածների ուշանում էր, ու քաղաքացիները տեսնելով, որ այն դեռ տեղ չի հասնում, իրենք են իրենց ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել Տաշիր բժշկական կենտրոն։ Ցավոք, նրանցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Ստեղից է։ Սկորնա, չէ՞ տարե։ Չէ, տարեք։ Ապրեն մեր սրտացավ քաղաքացիները։ Լսեցիք, որ հենց նրանք են վիրավորներին առաջինը օգնության հասել։ Ցավոք, 39-ամյա Արենի կյանքը այդպես էլ չի հաջողվել փրկել։ Թե ով է եղել ղեկին, պարզել չհաջողվեց։ Սակայն դեպքի վայրում հավաքվածները միակարծիք էին, որ կրկին գործ ունենք բարձր արագության հետ։ Այդ անտերը լրիվ քրոնիկ հիվանդություն է դարձել։ Թե ասա այդ ուր եք շտապում, ինչ եք կորցրել ու ինչ եք փնտրում, խելքի հաշեցեք։ Ամեն տարի 300-ից 400 մարդ է զոհվում ճանապարհներին։ Մեզ իրոք թշնամի պետք չի։ Վիրավորների ստեղ են հայտնաբերել։ Ուխտի ականջում քնած են։ Սարսափով ու ափսոսանքով էի անցնում Սևան Մարտունի գետապ ավտոճանապարհը, որտեղ, ինչպես լսեցիք, ասում էի, որ ճանշինները ուխտի ականջում քնած են։ Ախր ընդհանրապես մատը մատին չէին տվել։ Արևն էլ ընկնում էր ու դրանց չարածը դարձնում հանրային սեփականություն, բայց մենք պատահական չենք հայտնվել այս ճանապարհին։ Ազանգի հետքերով գնում ենք հունվարի 16-ին, գնում ենք 22-րդ կիլոմետր, որպեսզի պարզենք, թե ինչ հետևանքներ է ունեցել առավոտյան 10:10-ի սահմաններում 28-ամյա Սևակի վարած Տոյոտայի ու 35-ամյա Վահանի Նիսանի բախումը։ Այո, պետք չէ լուրջ մասնագետ կամ գուշակ լինել հասկանալու վթարի պատճառը։ Դե իհարկե, ճանշինների անգործությունն է։ Տվյալ դեպքում Քյավառ սերվիզի աշխատակիցների անպատասխանատվությունը։ Սա սառած ճամփ են։ Էս էլ արևը հալցրեց։ Ու եթե այդ անպատասխանատվությանը գումարենք հանգամանքը, որ վթարված մեքենաներից մեկը պիցիկուլիա ու ըստ դեպքի վայրում հավաքվածների երկու անվադողերը եղել են ոչ ձմեռային ու նա փորձել է վազանց կատարել, այսինքն անվտանգության տեսանկյունից խոցելի է,
ողբերգական պատկերը լրիվ ակնառու է դառնում։ Հիմա կհարցնեք, ինչ նկատի ունեմ։ Այն ժողովուրդ ջան, որ այս կարգի մեքենաներին եթե անգամ թեթևակի ես կպնում, վնասվածքներն անխուսափելի է։ Ով է հորինել Toyota Yaris, Nissan Note, Mitsubishi Colt, թողներեն ինձ նման մեքենաներ վարողները, սակայն դրանք իրոք խոցելի են։ Սա ասում եմ նաև նրա համար, որ այս փոքրիկ Toyota-ի վարորդը կուրորեն իրեն չմեղադրի, հիշի, որ եթե չլիներ մերկասառույցը, վթարել չէր լինի։ Ու եթե մեքենան այլ լիներ, հիմա մայրը ողջ կլիներ։ Հա, ճիշտ լսեցիք ժողովուրդ ջան։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդի 28-ամյա Սևակի մայրը տեղում մահացել էր։ Իսկ իրեն էլ տեղափոխել են Գավառ բժշկական կենտրոն։ Իսկ հաջորդ օրը հիվանդանոց է դիմել նաև Nissan-ի վարորդը։ Չգիտեմ, թե հիմա ինչպես է նրանց առողջականը, բայց շուտապույտ ապակինում եմ մաղթում։ Իսկ այն ճանշինի ղեկավարությանն ու աշխատակիցներին մի քիչ խելք ու խիղճ, որպեսզի կարողանան գիշերը հանգիստ քնեն, չնայած ում ինչ եմ ասում։ Աչքիս արդեն ճանշինների տերերի ազգանուններն ենք տալու։ Ժամերով կայնա։ Նայնոր, վթարից հետո եկել լցել են, դրա համար ճամփեն բացվավ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։